Հարգելի գյումրեցիներ, շնորհակալ եմ բոլորիցս հետ։ Իհարկե մենք ավելի մեծ ձայների ակնկալիք ունենք եւ փորձում ենք հենց մեր խոսքերը վերագրել այսօրվան, որ չի կարելի ընդհանուր վիժեցնել ընդդիմադիր ճամբարը եւ մենք մեր խոսքի տեր մինչեւ վերջ լինելու ենք եւ յուրաքանչյուր մեր գործողություն միտված է լինելու որպեսզի իշխանազրկենք քաղաքացիական պայմանագրին եւ Մայր Հայաստան դաշինքով մենք մեր հետագա անելիքների համար տեղեկացնենք բոլորին շնորհակալություն նաեւ մեր թիմակիցներին եւ փորձեք հետևել մեզ եւ մենք տեղեկացնենք մեր ընթացիկ ծրագրերի մասին։ Հիմա նաեւ խոսք ունի ասելու Մայր Հայաստան դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, փորձենք նաեւ լսել իրեն եւ մեր հետագա ծրագրերի մասին ներկայացնենք։ Նա Ժողովուրդ ջան, քանի որ քաղաքացիական պայմանագիրը չի կարողացել իր ուզածին հասնել, նախ առաջարկում եմ գյումրեցիներին ծափարել, բոլորս միասին ծափարել։ Տեսեք, մեր թիմը, Գյումրիի թիմը շատ կարճ ժամանակահատվածում հասցրեց հսկայական աշխատանք կատարել, եթե ժամանակը ներեր մեր հաստատ ավելի բարձր ձայներ եւ տոկոսներ կվերցնեինք, բայց այս կարճ ժամանակահատվածում հասցրեցինք այն, ինչ որ ցանկանում էինք, մենք իհարկե նվազագույն նպատակ էինք դրել քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը եւ դրա բոլոր հնարավորությունները հիմա կա եւ առավելագույն նպատակ ենք դրել, որպեսզի մենք ստանձնենք քաղաքային իշխանության կառավարման ղեկը։ Այս պահին ունենք այս պահի արձագանքները, որոնք արձանագրված են եւ բացի այն, որ մենք հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, ես ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ Կարեն Սիմոնյանը, երբ որ մենք առաջարկեցինք Գյումրու զարգացման ծրագիր, 7700 գյումրեցու ստորագրությամբ նախագիծ ներկայացրեց, որը ուղերձ էր, այդ ուղերձը անպայման հայտնվելու է Գյումրու ավականու օրակարգում եւ մեր Գյումրիի թիմը հետամուտ է լինելու, որպեսզի գյումրեցիների պահանջատեր ձայնը տեղ հասնի եւ մենք կարողանանք Գյումրիում ստանալ ազատ տնտեսական գոտի, որը հսկայական հնարավորություններ է առաջացնելու մեզ համար։ Ինչ վերաբերում է քաղաքական արդյունքներին, ուրեմն այս պահին կա հսկայական հնարավորություն, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, միավորվի եւ իշխանազրկի քաղաքացիական պայմանագրին։ Մենք ընտրություններից առաջ դեռևս Մայր Հայաստանի սկզբունքները ներկայացրել ենք եւ ասել ենք, որ մենք հավակնում ենք առավելագույն ձայներին, որպեսզի ստանձնենք քաղաքի կառավարման պատասխանատվությունը, բայց նաև ասել ենք, որ եթե այնպես ստացվի, որ որևէ այլ ընդդիմադիր ուժ ստանա առավելագույն ձայներ ընտրությունների արդյունքում, ապա մենք պատրաստ ենք մեր քվեով, առանց որևէ կոալիցիոն բանակցությունների մեջ մտնելու, առանց որևէ աթոռակռվի մեջ մտնելու, սատարել մեր քվեներով, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի։ Ինչպես գիտեք, ընտրությունների արդյունքները հանգեցրել են մի վիճակից, որտեղ միայն Մայր Հայաստանի ձայները բավարար չեն, որպեսզի այդ մոդելը ընդդիմադիր դաշտի կողմից ԿՊ-ի իշխանազրկումը իրականություն դառնա, իսկ դա նշանակում է, որ այժմ գնդակը գտնվում է մյուս ուժերի ձեռքում, ովքեր ընդդիմադիր են եւ անցել են Գյումրու ավականի, մենք առաջարկում ենք վեր կանգնել անձնական ամբիցիաներից բոլորին, մենք առաջարկում ենք նաեւ մեր միջնորդական առաքելությունը եւ մենք միշտ էլ հայտարարել ենք, որ ամբողջ ընտրաշավի ընթացքում ընդորում հայտարարել ենք, որ պատրաստ ենք լինել մերան համախմբող լոկոմոտիվի դերը ստանձնել, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի եւ քաղաքացիական պայմանագիրը զրկվի իշխանությունից, որը հետագայում ամբողջ Հայաստանում
իր արդյունքներին հանգեցնելու է։ Այնպես որ մենք կոչ ենք անում մյուս ընդդիմադիր ուժերին մտնել երկխոսության մեջ, ինչպես ասացի, մենք պատրաստ ենք մեր Գյումրու թիմով դառնալ միջնորդը եւ երաշխավորը այն պայմանավորվածությունների, որը կարող է ձեռք բերվել, եւ կրկնեմ, մենք մեր սկզբունքները ներկայացրել ենք, որ առավելագույն ձայներ ստացածին կարող ենք սատարել մեր քվեներով, չհավաքնելով որևէ պաշտոնի։ Ինչ վերաբերում է մեր Մայր Հայաստանի հետագա գործունեությանը, ապա բնական է, որ մեր այս երիտասարդ պայծառ եւ առաջադեմ թիմը Գյումրիի ամբողջական եւ ակտիվ ներգրավվածություն է ունենալու Մայր Հայաստան շարժման գործունեության մեջ եւ մենք համատեղ ջանքերով շարունակելու ենք մեր պայքարը։ Առայժմ այսքանը, հարգելի հեռուստադիտողներ, Հարգելի գյումրեցիներ, իմացեք, ինչ սկզբունք որդեգրել ենք, այդ նույն սկզբունքով առաջ ենք շարժվելու, այն ջիղը, այն երիտասարդական, այսպես ասած, հավյունը, որը ցույց տվեցին մեր քաղաքացիներին, պատրաստ են նաև օգտակար լինել յուրաքանչյուր հարցում, լինեն ընդդիմադիր ավականի, լինեն իշխանական ավականի, օրնի բուն պատրաստ են ծառայելու հանուն Գյումրիի, հանուն Գյումրեցու շահի եւ որևիցե անգամ որևիցե մի քաղաքացի չի զգալու չարաշահում եւ լճացում, քանզի մենք ինքներս կերտում ենք մեր ապագան եւ նաեւ մեր կոչը մնացյալ ընդդիմադիր ուժերին, որ միասնաբար լինեն, չփորձեն վիժեցնել ցանկացած ընդդիմադիր միավորում, որովհետեւ իշխանազրկենք վերջնականապես քաղաքացիական պայմանագրին։ Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր թիմին, մեր քաղաքական թիմին, մեր երիտասարդներին, մեր քաղաքացիներին, ովքեր առաջին մեր մուտքը ոգևորությամբ ընդունեցին եւ փորձեցին իրենց ուժն ու էներգիան տալ մեր թիմին եւ վստահեցին նաեւ իրենց եւ քվեն եւ այսպես ասած ջերմությունը եւ ամեն ինչը մեզ տալով փորձեցին քաղաքում ցույց տալ, որ նաև կան մարդիկ, որոնք կարող են իսկական խաղացող դառնալ, քաղաքի ճակատագրին որոշում կայացնող դառնալ եւ այդ վստահությունը անպայման մենք պահելու ենք։ Բոլորիցս շնորհակալ ենք, հետագա մեր հայտարարությունների մասին կտեղեկացնենք եւ դուք կիմանաք յուրաքանչյուր մեր քայլ։ Այս պահին սպասում ենք մյուս ընդդիմադիր ուժերի հայտարարություններին եւ դրանից բխում են նաեւ մեր ընդհանուր ապագա քայլերը։ Բոլորիդ շնորհակալ ենք։ Տեսեք, մենք նաև ունենք արձանագրելու հետևյալ փաստը, որ մենք հրաշալի թիմ ունենք Գյումրիում, որոնք ամբողջ օրը աշխատել են եւ միասնական են աշխատել, եւ այս առումով ես նաև առաջարկում եմ ինքներս մեզ ողջևորենք։ Այն աշխատանքը, որ տարվել է մեր ամբողջ թիմի ներգրավվածությամբ, կլիներ դա Երևանից, մյուս մարզերից Հայաստանի, կլիներ դա Գյումրիի թիմից, մենք միասնական ջանքերով իրականացրել ենք այս աշխատանքները եւ մի հատ տրադիցիա կա Մայր Հայաստանի հետ կապված, միշտ process-ի ավարտին մենք ուրաներով արձանագրում ենք մեր հերթական արդյունքը, որ ունեցել ենք 1, 2, 3 Ուրա! Ուրա!